Նայեք, թե ինչ է Աստված ասում իմ եւ ձեր մասին, բարեկամներս։ Սա շատ կարեւոր է։ Սա գրված է առաջին Պետրոս 2:9-ում։ Բայց դուք ընտիր ազգ եք, այսքանը։ Մենք ընտրյալներ ենք։ Մեզ պարզապես պետք է համբերել, բայց չկա բայց։ Դուք պետք է համբերեք, եւ եթե չհամբերեք, կկորցնեք ձեր օրհնությունը։ Դուք պետք է հասկանաք խոսքը, կներեք, բայց ձեզանից նրանք, ովքեր եկեղեցի չեն գնում, խելքի մեջ չեն։ Դուք պետք է գնաք եկեղեցի եւ ընդունեք այն, բայց ես ուրիշ կրոնից եմ, միթե Աստված կխաբի ձեզ։ Նա ձեր հնարավորությունն է հաղթանակելու ձեր կյանքում, բայց դուք այն վատնում եք, վերադարձեք Աստծո մոտ, բայց դուք ընտիր ազգ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որ քարոզեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից կանչեց իր զարմանալի լույսի մեջ։ Դուք հռչակել եք Հիսուսի անունը, ուրեմն հնազանդվեք նրան։ Աղոթենք, Հայր, տուր իմ եղբայրներին ու քույրերին քաջություն կատարելու քո գործը եւ դրսեւորելու քո զորությունը աշխարհում, լինելու երկնքի ծառա նրանց կյանքում եւ ընտանիքներում։ Շնորհակալ եմ Տեր իմ, օրհնիր նրանց։ Ամեն։